քանի օր լավ չէին ածում, հիմա լավ են ածում։ Ողջույն գյուղասերներ ջան, այսօր էլի հավաքելու եմ ձվերը, երկու օրա չեմ հավաքում, մոռանում եմ ճիշտն ասած ու հավերի համար սենց սննդի մնացորդներ ենք բերել, ճաշ, չացած եւ այլն, հարցնում եք կարելի է տալ, իհարկե կարելի է, բայց քիչ քանակությամբ, պետք չէ ամեն օր իրանց դրանով կերակրել, այ հանդուշկեքն էլ մոռացա առանձին լցնել, որ իրանք էլ ուտեն, տեսնենք երկու օրվա մեջ ինչքան ձու է հավաքվել, ստե 4 հատ, արդեն սկսել են նորմալ ածելը, մի քանի օր լավ չէին ածում, հիմա լավ են ածում, այստեղ 2-4-6 հատ, մի հատ էլ հանդուշկի ձու է, հանդուշկան էլ ոնց որ թե ստեղածում, արդեն սովորել է։ 4, 6, 8, 10, ստե մի հատ, 11, 14, 14 ձու երկու օրվա համար քիչ է իհարկե, բայց արդեն աստիճանաբար սկսել են ածելը, կարծում եմ մի քանի օր էլ որ կանաչ խոտ տան կածեն։ Հիմա ճիշտն ասած արդեն կանաչ խոտը ինքը հաստացել է, հասունացել է, դրա համար հիմնականում բանջարանոցի մոլախոտերն են տալիս, իրենք ախորժակով ուտում են, կատնուկա եւ այլն եւ այլն։ Այս սեզոնի մի քիչ դժվար է լավ կանաչ խոտ գտնելը, դախացել է էլի արդեն։ Այսինքն ձվերը կորցնում են միշտ։ Եկել խոտերի վրա ձու ածել, հիմա չեմ գտնում որտեղ է։ Ու ժողովուրդ ջան, հիմա ցույց տամ ինչ վիճակում են ճտերը, հիվանդությունը փառք Աստծո կարողացանք հաղթահարել, ընդհանուր 3 հատ փոքրերից էին սատկել, մեծերից չեն սատկել, բայց մի հատը ոնց որ այդպես էլի գլուխը ծուռ է։ Հիմա ինչն է խնդիրը, որ այս հիվանդությունը հաղթահարած ճտերի մոտ գլխի թեքություն է նկատվում։ Այ տեսեք, այս մեկն է, մի 7-8 հատ այդ վիճակում են, բայց էլի ակտիվ ուտում են։ Հիմա բաց եմ թողել արևի տակ, մտածելով որ կանցնի։ Ինձ նաև ասացին, միտեղ կարդացի նաև, որ պետք է իրանց վիտամիններ տալ, որպեսզի այդ գլխի ծռվածությունը ուղղվի, բայց չեմ կարծում, որ ուղղվի։ Ամեն դեպքում, այ տեսեք, այս մեկը տեսեք, գլուխը ոնց է ծուռ պահում։ Իրենք շարժվելուց են հիմնականում, այ տեսեք, այս մեկն էլ շարժվելուց հիմնականում այսպես հավասարակշռությունը չեն կարող պահեն, բայց ակտիվ ուտում, վազվզում, խմում են։ Հիմա ես իրենց վիտամիններ եմ տալիս, ինտրովիտ, որպեսզի տեսնենք կարողանանք այս գլխի ծռվածությունն էլ լզվի, այ տեսեք ոնց է գլուխը ծուռ պահում։ Մնացածը ընդհանուր դժվարությամբ, բայց կարողացանք ավելի քան 20 օր ես իրենց այդպես հետևել եմ, դեղեր եմ տվել մի քանի տեսակ անտիբիոտիկներ, որպեսզի կարողանանք այս հիվանդության դեմն առնել։ Վարակը արդեն ամբողջությամբ հաղթահարեցինք, մնում է այս հետևանքներն էլ, այ տեսեք այստեղ այս երկու փոքրերը, որոնք ես առանձին եմ լցրել, իրենց մոտ գլխի ծռվածությունը շատ մեծ է եղել, իսկ այս մեկը այս մեծերից ինքը կանաչ ձվերից է, եթե հիշում եք, ինքն էլ տեսեք, այ տեսեք, գլուխը անկանոն շարժում է։ Բայց ուտում է ուղղակի շարժվելուց այս վիճակն է։ Հիմա օղերի մեջ այսպես թավալ է տալիս, այս տեսակ։
Տեսեք, այս նույնն էլ է սա։ Մեծերին էլ են բաց թողել, այս հողերի մեջ քուջուջանեն արդեն բավականի մեծացել են, չնայած իրանք էլ բոլորը հիվանդացել էին, բայց լավ մեծացել ու քաշ են հավաքել։ Սրանց մոտ մենակ այն մեկը որ ցույց տվեցի ու մեկ էլ այս սպիտակներից մեկի մոտ մի թեթև ծռվածություն կա, կարծեմ այս մեկն է։ Մի խոսքով դժվարության դեղերով կարողացանք հիվանդությունը հաղթահարել քիչ կորուստներով։ Ընդամենը 3 ջութ սատկեցին։ Մնացածը, ինչպես տեսնում եք, ակտիվ վազվզում են։ Տեսեք ոնց են կանաչ, քանի օր հիվանդ են, կանաչ չեմ տալիս, այ գլուխները մտցնում են, այնտեղից կարտոֆիլի թփերն են ուտում։ Այս անպիտանները։ Հիշում եք, չէ՞, սա որ թևերը կախ արդեն սատկելու վրա, վերակենդանացել է, էլի գլխի ծռվածություն ունի, բայց առողջ արդեն ու լավ ուտում է։ Հիմա արդեն ժամանակն է մալինեքը ծերատելու։ Այս շիվերը, որոնք այս տարի են աճել, հիմա պետք է իրանց կտրենք մոտավոր 80 սանտիմետրի վրա, որպեսզի իրենք այս կողային, այդ տեսեք քնած բողբոջներ կան։ Սրանք կտրելու դեպքում արդեն սկսում են կողային բողբոջները աճել ու իրանց բերքատվությունը մյուս տարի ավելանում է։ Այդ տեսեք անցած տարվա կտրածները ոչ թե մի հատ բերքի բողբոջ են տվել, այլ տեսեք քանի հատ տվել են։ Հիմա նույնը արդեն մայիս-հունիս ամիսներին ես մի փոքր ուշացրել եմ, այդ տեսեք ահագին բարձրացել են։ Մայիս-հունիս ամիսներին այսպես կտրում ենք, թողնում ենք 80 սանտիմետր, որպեսզի իրանք արդեն կողային բողբոջները սկսեն մինչև աշուն ձևավորվելը, նույնիսկ այս ճյուղերից, որոնք պետք է մյուս տարի բերք տային, խոր աշնանը իրանք արդեն կարող են բերք տալ։ Այսպես կտրում ենք։ Տեսեք, ահագին ունենք աշխատելու, այսօր հենց դրանով եմ զբաղվելու։ Ջան, այսպես կտրտում ենք ու այս տերևները կարող եք դեն չնետել, ինքը սրանից լավ թեյ է ստացվում, կարակ չորացնեք, այսպես մատրաշները պոկում եք, չորացնում եք հովտեղում, ոչ արևի տակ ու օգտագործում եք իրան խոտաբույսերի հետ, ինքը օգտակար թեյ է ստացվում։ Այսպես ու սա նաև կարանք հավերին կերակրենք, իրանք բանտարկած վիճակում սրանք էլ են լավ ուտում։ Հիմա ձերքով մի քիչ անհարմար է, բայց փորձեմ կերակրեմ սրանը։ Ճտերին քիչ կտամ, իրանք չեն ուտի։ Կտամ փոխարենը հավերին, հնդուշկեքն էլ այնտեղ։ Տեսեք, հնդուշկան գետնին ածել է, լավ է չկերա։
Այս մի քիչն էլ ճտերին կերակրենք, որ կցարեն էլի, չուտեն էլ ոչինչ թող։ Կարելի ասել բանջարանոցից ոչ մի բան դեն չենք նետում, էլի ամեն ինչը այսպես ինչ-որ մի բանի պիտանի է։ Մի ճուղել էս հարբածին գցենք։ Ոնց որ հարբած լինի։ Սա հավանաբար թե չդզվի պիտի մորթենք։ Չեմ կարծում, որ կդզվի, բայց ամեն դեպքում փորձենք։ Հնդուշկեքից այս սպիտակն է ածել, իսկ այս կարմիրը ուզում է ածի։ Ոնց եմ հասկանում, որ ուզում է ածի, այ ինքը ընթացքում ձայներ է հանում, լսեք։ Այ լսեցիք, այդպիսի ձայները նշան է, որ ինքը ուզում է ածի։ Սրան նայեք, իբր առողջացել է, հիմա էլ հելելա ստե թարել։ Չացնենք։ Մեծերը փոքրերին խփում են։ Պիտի երևի առանձնացնենք կամ թողնենք սովորեն, ավելի ճիշտ կլինի, այդպես։ Սրանով մենք երկու խնդիր ենք լուծում, նախ բացում ենք արևը արդեն ձևավորված պտուղների համար, որպեսզի արևը հասնի իրենց ու իրենք կարմրեն ու հասնեն, եւ երկրորդը, ինչպես նշեցի, մենք ապահովում ենք արդեն հաջորդ տարվա բերքատվության բարձրացումը։ Այս տարբերակով ավելի շատ բերք ենք ստանում, քան թե թողնենք, որ ինքը երկարի միևնույնն է, մյուս տարի արդեն գարնան այտելու ժամանակ մենք պետք է կտրենք ու թողնենք 80 սանտիմետր մինչև 1 մետր բարձրության արդեն ճյուղեր։ Իսկ այս տարբերակով արդեն նպաստում ենք նրանց կողային ճյուղերի աճին ու բերքատվության բարձրացմանը։ Ձեզ ցույց տամ կաղամբներն ու բրոկոլիները, սրանք ծաղկակաղամբ են, բայց ինչպես հիշում եք, մենք մի առու իբր բրոկոլի էինք դրել, մի առու ծաղկակաղամբ, բայց էլի ինձ խաբեցին, այս առվի մեջ ընդամենը 1, 2, 3, 4, 5, 6 բրոկոլի թուփ կա, մնացածը էլի ծաղկակաղամբ են։ Սածիլ եմ գնել, խաբել են, ու նույնիսկ արդեն տեսեք, բերք ունենք մենք արդեն, այստեղ էլ կա նոր ձևավորված է, տեսեք։ Այս կաղամբները անընդհատ նայում են, որպեսզի սպիտակաթևիկի թրթուրները չուտեն, բայց տեսեք անցքեր կան, չգիտեմ սա ինչն է, այ տեսեք կանաչ թրթուրները, սրանք էլ պետք է հավաքենք։ Դեղ չեմ սրսկում, չեմ էլ ուզում դեղ սրսկել, այ տեսեք
ուտում են։ Ձեռքով պետք է հավաքեմ, ձեռնոց կհակնեմ ու կհավաքեմ այդ թրթուրները, որպեսզի այսինքն անցքեր չանեն։ Թե ինչպես տեսնում եք, լավ փարթամ արդեն ույսեր են։ Հիմա ցույց տամ հնդուշկեքին, ժողովուրդ ջան, անընդհատ հարցնում եք ինչ եղավ, հիվանդացել էին։ Ցավոք 13-ից 6-ը սատկել են։ Ну ես կասկածում եմ, որ այստեղ ավելի շատ թունավորված էին, այ տեսեք դեռևս թևերը կախել կա, բայց հիմա իմ փորձից մի բան եմ ուզում ձեզ ցույց տամ։ Ես իրանց անընդհատ դեղեր էի տալիս, որը չէր օգնում ու քանի որ իրանք լավ չէին ուտում, ես փորձեցի հին տարբերակով, հին փորձված տարբերակով իրենց մածուն տալ փրթած հացով։ Ու իրանք արդեն երբ սկսեցին մածունն ակտիվ ուտել, հացը ուտել, սկսեցին արդեն աստիճանաբար վերականգնվել։ Այստեղ տեսնում եք դեռևս մի փոքր թևերները կախեն, բայց արդեն կարելի ասել, որ սրանք փրկված են։ Ուրեմն միշտ մի քանի տարի առաջ, երբ դեռ կոմբիկեր այդքան էլ ակտուալ չէր տալը, ես հնդուշկեքին պահում էի հիմնականում հացու մածունով, ուղղակի հացը մի փոքր թրջում եք, կարող եք սովորական հացն էլ թրջել, իմ մոտ լավաշ է այս պահին, ես լավաշ եմ թրջում ու մածուն ենք ավելացնում, թողում ենք 1 ժամ ինքը փափկում է ու գալիս ենք թրջուններին։ Այսպես իրանք լավ աճ են ունենում ու չեն հիվանդանում։ Ու այս տարբերակով նրանց կարծես թե աղիքային խնդիրներն էլ լուծվեց։ Ես կասկածում եմ, որ սրանք թունավորվել են եւ ոչ թե հիվանդացել էին այն հիվանդությամբ, որոնք հավիճտերն էին ու հիմա իրանց արդեն մի քանի օր կերակրում եմ արդեն հաց ու մածունով ու իրանք արդեն նորմալ աճում են։ Ու տեսնում եք արդեն հաշճանաբար վերականգնում են։ Այս մեկն է մի փոքր թևերը դեռ կախ, բայց ըստ այմ սա էլ կվերականգնվի։ Այսօր արդեն սկսել ենք ջրել բանջարանոցն ու ծաղկանոցը, չնայած անձրևային եղանակ կա, բայց արդեն չորություն կա։ Այս ամառը մի փոքր ցուրտ է ու խոնավ, բայց արդեն կարիք կա, հələ տեսեք Ժողովուրդ ջան, ոնց է ծաղկել, այսինքն սիրուն բանը խորդենին տեսեք ոնց է դրսում ծաղկում ու այստեղ ուզում եմ ցույց տամ այս մեկը, որ դեռ պետք է ծաղկի, բայց տեսեք դեղին գույնը, այս սրա նույն դեղին գույնը։ Ու այս շամբերաններն էլ մեկը ցույց եմ տվել, այս մեկն էլ ցույց տամ, գույնը նայեք։ Տեսեք, այսինքն սիրուն ծաղկում է։ Ես գեորգենիների մասով անցած տարի ալիքի լավ բարեկամներից գորներ ուղարկել, մի քանի տեսակներ, չգիտեմ որը ինչ գույն է, անցած տարի լավ չծաղկեցին, որովհետև ստվերոտ տեղ էի դրել, հիմա տեսեք արդեն փարթամ բաներ են, թփեր են, երկու հատ էլ այստեղ, մեկը այստեղ, չէ երևի երկու հատ այստեղ ու մի հատն էլ այդ տեսեք ինչքան է բարձրացել։ Դեռ կոկոններ չկան, բայց շուտ կծաղկեն իրանք։ Ու մեկ էլ ուզում եմ այսօր ձեզ մոշի թփերը ցույց տամ, ճիշտ է ինքը ահավոր քլորոզ է, 2 անգամ էլ երկաթ եմ տերևային տվել, բայց տեսեք ոնց է ծաղկել էլը։ Տեսեք։ Այս տարի ամբողջությամբ ծաղիկներ են, հուսանք լավ բերք կունենան ու նույնը այ հակառակ մասից։ Ծառերն էլ նույն վիճակում են, 2 անգամ սրսկել են, բայց օգուտ չկա, չգիտեմ ինչ կարելի անել։ Ու մեկ էլ ուզում եմ մեր դդմիկները ցույց տամ, արդեն բերք է բռնել, բայց ինձ զարմացրեց այս թուփը։ Տեսեք, այն թփի վրա տեսեք ինչքան կա։ Ընդամենը 25 դրամ է սերմը։ Մի 4 հատ 100 դրամի առնում ենք ու ամբողջը տարին մինչև ու շաշուն այսպես բերքը վրայից չի պակասում, նույնիսկ երբեմն հավաքում ու հավերին ենք տալիս։ Սա էլ պատիսոնն է, արդեն բերք է տալիս, տեսեք։ Այս մեկն էլ որպես պատիսոն էի դրել, այս մեկը
Այս դդում դուրս եկա ու արդեն իր վրա կա։ Բերք ունենք։ Ու սկսել ենք նաև սածիլները ջրել, այդ տեսեք, այս վերևի բադրջանի առում այդքան լավ չի աճում։ Հիմա պիտի ջրենք, որպեսզի բարձրանա։ Թեև նաև պարտանյութ էի տվել։ Նույնը այստեղ էլի տեսնում ենք մոշի ծաղիկներն են, սա արդեն երկաթ եմ տվել, ինքը ինչ որ չափով ազդել այս թփի վրա, այն մնացածի վրա այդքան էլ չէ։ Մեկ էլ ուզում եմ մեր սև հաղաշները ցույց տամ, ինքը նայեք, այս վերևից որ նայում ես, այսքան լավ բերք չի երևում, բայց նայեք, տեսեք ինչ բերք կա, ժողովուրդ ջան։ Այս տարի սև հաղարջն է լավ բռնել, կարմիրի վրա գրեթե չկա։ Տեսեք, բարձր թփեր են, բայց չկա։ Մեկ էլ արդեն աշնան համար լոբին ենք ցանել 2 առու, եւս 2 առու էլ, երեւ մի 5-10 օրվա տարբերությամբ ենք ցանելու, որպեսզի այսպես շարունակական ունենանք։ Այս լոբին ինքը միջև ձյունը գալը կանաչ լոբի ենք հավաքելու։ Ու պղպերները ցույց եմ տվել անցած անգամ։ Այս ծաղիկներն էլ տեսեք, ցերեկը բացում են, գիշերը փակվում։ Ինքը հետաքրքիր բույս է, սերմեր կհավաքեմ անպայման։ Տեսեք, առաջին ջրելուց ինքը մի փոքր ջուրը դժվարությամբ է գնում, դրա համար պիտի այսպես առաջ տանք ու փորձեք դեմը բացել։ Սմբուկի թփերը տեսեք լավ է, արդեն ակտիվացել են, բայց այսօր այստեղ կոլորադյան բզեզ տեսա, մի փոքր դեղ եմ ցանել, արդեն էլ չկան, այ տեսեք թափել են։ Ծաղկանոցը ուղակի հրաշք է, ժողովուրդ ջան, ու գնալով դեռ ահագին ծաղիկներ կան, որ չեն բացվել, սկսած այս ցինյաներից, թավշածաղիկը, բալզամիններն է, որ շատ սիրուն է լինում, ու դե սրանց մասին էլ չասեմ։ Ու գյորգենիներն էլ որ ծաղկի, հաստատ ավելի սիրուն կլինի։ Ու այսօր փորձեցի կարճ ներկայացնել ինչ եմ անում տնտեսությունում, քանի որ հաճախ եք տեսանյութեր ու վլոգներ ուզում։ Դրա համար մի փոքր այսպես այսօրվա իմ աշխատանքից ուսամ ձեզ դուր եկավ, եթե դուր եկավ անպայման բաժանորդագրվեք, հավանեք տեսանյութը ու որևէ մեկնաբանություն գրեք, շատ ուրախ կլինեմ։ Լավ եղեք։